Կենթանի չսիրող եւ թեմային չտիրապետող մարդկանց թվում է թե կենթանասերները ատում են մարդկանց, ուզում են որ բոլորները հարձակվեն, միշտ ասում են շներ լավ են անում որ հարձակվում են։ Դինգոյի մասին շատ լեգենդներ կան նաև, որն է ամենից շատ զարմացրել քեզ։ Որ մենք կենթանիների վերջույթները կտրում ենք, որ ուղարկենք Ամերիկա։ Այդ ամենահիանալի լեգենդներից մեկն է։ Կոմենտը, որ շատ հանդիպել եմ քո էջում, դա այն է եղել, որ երկու երեխաների հետ ինչպես կարող է 6 կենթանի պահվել մեկ տան մեջ։ Այդտենց կոպիտ չի արտահայտվի։ Իդեպ թվային նոր պրոդուկտ ունի Էկովիլը, կարող են տանը նստած մարդիկ գումար վաստակել ընդհանրապես խորհուրդ տալով։ Թե ինչպես կարող եք մանրամասներին ծանոթանալ այցելելով Էկովիլի պաշտոնական կայք էջ։ Իսկ դու կոմենտ գրելուց առաջ մտածել ես, որ հենց տվյալ հայտին քո կոմենտին անձամբ կպատասխանի եթերում։ Դե ինչ, ուշադիր հետևիր հաղորդմանը։ Comment Story։ Ողջույն սիրելի հետևորդներ, Ելակետի Comment Story հաղորդման շրջանակներում այսօր մեր տաղավարում է Դինգո թիմի հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը։ Ողջույն Օվսաննա։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Հիանալի։ Ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ, շնորհակալություն։ Բոլոր կենթանասերները հանրապետության վստահ եմ գիտեն քեզ։ Երևի։ Ովքեր կենթանիների մասին մտահոգված են, այ ովքեր մտահոգված չեն, դժվար թե ճանաչեն, մի փոքր խոսենք Դինգոյի մասին։ Ինչ եք անում, ինչ է իրենից ներկայացնում Դինգո թիմը եւ անցնենք արդեն բլոգային թեմային։ Այո։ Իմիջիայլոց ոչ կենթանի սիրողներն էլ Դինգոն միշտ իմանում են, ամեն երկրորդ մարդը գիտի, նույնիսկ եթե չգիտի ինչով է զբաղվում, երբ որ ասում են շների պաշտպանություն, միանգամից ասում են Դինգոն, այդ իհարկե շատ լավ է, որ ինքը այդպես տարածում ունի, բայց շատ հաճախ մարդիկ ուղղակի սխալ պատկերացում ունեն։ Եկեք շներին հավաքեք տարեք կամ այստեղ ուղղակի շունակ քնած մի բան արեք, այսպես վերացական բաներ։ Դինգո թիմը ինչով է զբաղվում։ Մենք բուժում ենք վնասված անտուն կենթանիներին, այն կենթանիները, որոնք ծեր են կամ հաշմանդամ են եւ ինքնուրույն գոյատևելու ի վիճակի չեն, միայն այդ կենթանիներին պահում ենք կացարանում, ունենք 210 շուն։ Ինչպես նաև մեր էջի միջոցով որդեգրման ենք տալիս կենթանիներ, նաև հենց բակերից պարտադիր չի մեզ մոտ լինեն, մարդկանց օգնում ենք, որպեսզի տերեր գտնեն իրենց կենթանիների համար, դե եւ իհարկե ունենք սոցիալական, կրթական տարբեր ծրագրեր։ Որդեգրելուց հետո, եթե չեմ սխալվում, դուք նաև այցելում եք, տեսնեք ինչպես է, չէ՞, կենթանին իրեն զգում։ Ընդհանրապես որդեգրումից հետո վերահսկելը, եթե անկեղծ ասեմ, բավականին բարդ է, սկզբից թվում էր միայն մեզ մոտ է այդպես, բայց երբ որ ես եղա Անգլիայի Doc Trust կացարանում, պրակտիկա եւ այլ տարբեր կացարաններում, հասկացա, որ դա ամբողջ աշխարհում է խնդիր այդ վերահսկողությունը։ Դրա համար կենթանու որդեգրման տալիս ենք մաքսիմալ, այսպես ասած, խիստ պայմաններով, հա, ունենք պայմաններ, որոնցով փորձում ենք մինիմալի հասցնել, հետո կենթանու լքվել, որովհետեւ միջև կյանքի վերջ բոլոր կենթանիներին վերահսկել չի լինում։ Հետաքրքիր է, դու քո տանը պահում ես 6 կենթանի։ Այո։ 2 երեխայի հետ մեկտեղ։ Այո, այո։ Երբևիցե մտքովդ անցել է որևիցե մի կենթանուց հրաժարվես, տես, օրինակ մարդիկ կան հրաժարվել են իրենց կենթանուց, դուք հիմա այնպես եք ուզում որդեգրման տակ, որ վստահ լինեք, չեն հրաժարվի կենթանուց, այլ դուք ոնց եք պատկերացնում, մարդ ինչ հոգեբանական վիճակում պետք է լինի, որ թողի իր կենթանուն։ Շատ Հայաստանում խնդիր է այն, որ մարդիկ ամեն ստից բանի պատճառով կարող են կենթանուն լքել, հա, այսինքն ոչ թե ստից բանի պատճառով լքում են, այլ վերցնելուց երկար չեն մտածում։ Օրինակ, որ կենթանին կարող է ծերանալ ու ծախս պահանջել, կարող եք տուն փոխել, կարող եք երեխա ունենալ։ Ես միշտ փորձում եմ մարդկանց այդ նախապես որդեգրման տալուց առաջ այդ բոլոր հարցերը բարձրացնում։ Դուք գիտեք, որ ինքը կարող է հիվանդանալ, դուք գիտեք, որ կարող եք տուն փոխեք, որովհետև շատ կարևոր է նախապես մտածել, որովհետև երեխայի պես է, երեխայի տուն է ցար, կյանքում ինչ իրավիճակում է լինես, երեխայի չես թողնի, չէ, եթե նորմալ մարդ ես էլի իհարկե։ Նույնն էլ կենթանու դեպքում է, այսինքն եթե ես կենթանու վերցրեցի, չի կարող լինել իրենց հրաժարվելու որևէ իրավիճակ։ Հիմնականում որ խնդրին եք հանդիպել, որ կենթանուն լքել են, այսինքն ֆինանսն է դա, որ պատճառն է, որ գերակշռում է Հայաստանում։ Ֆինանսն է, շատ հաճախ լքում են հենց կենթանին հիվանդանում է, այդ ամենաշատ պատահողն է։ Երկրորդ տուն փոխել, հաճախ կենթանի են վերցնում սեփական տանը, հետո տեղափոխվում են բնակարան եւ դա դառնում է խնդիր, քանի որ կենթանուն չեն սովորեցրել տանը, օրինակ իր կարիքներ չհոգալ եւ այլն, եւ չեն էլ ուզում ջանք թափել, միանգամից ամենահեշտը հրաժարվում են։ Կամ չէին սպասում կենթանու խնդիրներին, որ մազ է թողել, օրինակ ձակ են վերցնում, ինքը մինչև մի տարի մազ չի թողնում, հետո սկսվում է մազաթափություն, մարդիկ
ասում են վայ, էս ինչ եղավ ու չենք կարող պահել, կրծել եւ այդպես լիքը բաների պատճառով մարդիկ հրաժարվում են։ Այ բլոգի թեման, հա, ոնց դե իհարկե կենթանիներն են, ոնց որոշեցիր, որ պետք է արդեն դա բարձրաձայնես եւ ինստա ընտանիք ստեղծես։ Ճիշտն ասած, ես Instagram-ից շատ հեռու էի, քանի որ ես ավելի շատ տեքստային մարդ եմ, ինձ է Facebook-ում ավելի կոմֆորտ է զգում, բայց քույրիկս, քանի որ Instagram-ում շատ ակտիվ էր, բլոգերներին հետևում էր, ամբողջ օր նստած էր ականջից, դու պիտի բլոգ վարես, այդպես որոշեցի լավ, փորձեմ, ու սկզբից այդպես փորձում ինչ-որ ինֆորմացիաներ տալ եւ տեսա, որ հետաքրքրում է իսկապես մարդկանց, որովհետեւ նմանատիպ բլոգ չկա, եւ այդպես զարգացավ, այդպես անվստահ եմ սկսել առանց ինչ-որ տենց լուրջ նպատակի, որ պետք է ինչ-որտեղ հասնեմ, բայց քանի որ հասկացա, որ բավականին մարդկանց կրթում է բլոգը եւ դա հարցման արդյունքում էլ պատասխանների արդյունքում տեսա, որ ինչքան բան են մարդիկ բլոգից սովորում, ուրախացա եւ որոշեցի, որ պիտի շարունակեմ։ Եվ եթե չեմ սխալվում, կարճ ժամանակում, չէ, արդեն Մեկ շատ տարի է, ակտիվություն այո, անցյալ տարի եմ սկսել, անցյալ տարի փետրվարից նոր բլոգը սկսել եմ։ Հիմա արդեն ունեմ համարյա 14000 հետևորդ։ Հիմա էլի քեզ տեքստային մարդ ես համարում, թե արդեն այստեղ ինտեգրվել ես։ Չէ, ավելի շատ տեքստային եմ, գրել եմ սիրում, ճիշտն ասած, ես տենց ֆոտո, վիդեո քիչ եմ անում, ինչը Instagram-ի գործը մի քիչ դժվարացնում է, բայց ոչինչ։ Պետք է ինտեգրվել այդ նոր տեխնոլոգիաների ամեն ինչի մեջ, եթե ուզում ես օգուտ տաս, պետք է բոլոր ոլորտները օգտագործես։ Ովքեր կարող են միանալ Dingo թիմին։ Dingo թիմին կարող են միանալ բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են օգնեն, օրինակ կացարանում կամավորություն անեն, քանի որ մենք ունենք 3 աշխատակից, բայց խնամքի գործը շատ է, հա, օրինակ 2 օր շունչ սարելը դա հսկայական գործ է 3 հոգու համար, տարական բան եմ ասում, կամ նույն շների հետ շփվելը, խաղալը, որպեսզի նրանք ավելի լավ սոցիալիզացվեն եւ որդեգրման գործընթացը ավելի հեշտանա։ Ես կոմենտների բաժին ուսումնասիրում էի, տպավորություններ, որ բոլորը, եթե ինչ-որ խնդիր են տեսնում, միանգամից ահազանգում են, ես մի հատ էլ մունատ են գալիս, թե ինչի չեք հասել։ Այս ամենի ոնց եք վերաբերվում։ Ծանր չեմ տանում, որովհետև շատերը չեն պատկերացնում ինչ է Dingo-ն, հա, իրաց թվում է 103 շտապ օգնության պես բան է, զանգում ես, միանգամից պետք է հասնել, ես ուզում եմ որ մարդիկ իմանան, որ մենք ընդհանուր 3 համակարգող կամավոր ենք, այսինքն մեծ այդպես հսկայական թիմ չենք, մենք չունենք մեքենա, մենք միայն օգնում ենք կենդանիների կլինիկայի ծախսերի հարցում, հա, այսինքն եթե մարդ միտեղ ուղակի քնած շուն է տեսնում եւ մեզ է զանգում, հետո բողոքում է որ չօգնեցինք, մենք չենք էլ ասել որ նման պարագայում մենք օգնելու ենք։ Մենք բուժօգնություն ենք, որը մոտավորապես 60% դեպքերին ենք հասնում, 100%-ին էլ չենք հասցնում օգնել, որովհետև միայն նվիրատվություններով ենք աշխատում եւ հաճախ պարտքերը շատանում են եւ ստիպված ենք լինում օրինակ ահազանգերը դադարեցնել։ Այդ պատճառով մարդիկ հաճախ մեզնից սպասում են ինչ որ իրանց մտքում է, հետո չեն ստանում իրենց սպասածը եւ մեղավոր ենք դառնում մենք։ Ովքեր են աջակցում, որովհետև ինչ վերաբերվում է արդեն հա առողջական խնդիրներին, բավականին մեծ ծախսերի մասին է խոսքը։ Աջակիցներն ովքեր են եւ ինչպես է կարողանում այդ ամենի տակից դուրս գալ։ Նվիրատվություններն են մեր հիմնական եկամուտը անհատներից, այսինքն մենք ոչ մի տեղից չենք ֆինանսավորվում, որևէ տեղից գրանտեր չենք շահում, պետական աջակցություն չունենք, միայն անհատ մարդկանց նվիրատվությունների շնորհիվ ենք պահում մեր գործունեությունը, իսկ կացարանը հիմնականում պահում ենք անհատ հովանավորների հաշվին, այսինքն մարդիկ, այսպես ասած, հեռակա որդեգրում են կացարանից իրենց սիրելի շանը որևէ մեկին, դառնում են նրա հեռակատեր, նրա համար ամսական փոխանցում են որոշակի գումար եւ դրա միջոցով համ մասնակցում են կացարանի ծախսին, քանի որ այնտեղ ստաբիլ ծախսեր են, հա, ստաբիլ կեր, ստաբիլ կոմունալ, մի խոսքով չպատմեմ այդ ամեն ինչը, այդպես մենք որոշակի բյուջե ենք ունենում ստաբիլ, որպեսզի կարողանանք կացարանի ստաբիլ ծախսերը հոգալ։ Ինչ խնդիր է լուծում ձեր աշխատանքը, օրինակ մեր հանրապետության տարածքում, ըստ ձեզ։ Մեր աշխատանքը լուծում է ավելի շատ անհատական կենդանիների մակարդակում, որովհետև գլխաքանակի տեսանկյունից տեսեք, մենք ճիշտ է, շատ կենդանիներ ենք որդեգրման տվել փրկել, եթե հաշվեմ 2007-ից սկսած, մենք ավելի քան 10000 կենդանի փողոցից վերցրել ենք, ստեղծացրել ենք, նրանք դել չեն բազմացել, դա բավականին լուրջ թիվ է, բայց ես չեմ կարող ասել, որ մենք քաղաքում լուծում ենք գլխաքանակի հարց։ Մենք ավելի շատ օգնում ենք կենդանիներին, Hemingway-ի այն վեպի պես, որ ասում է բոլորին չես փրկի, բայց ես մեկի համար կյանքը կփոխես եւ ամենակարևորը հասարակության կրթելն է իմ կարծիքով, որտեղ մենք կենդանիներին փրկելու միջոցով համ զուգահեռ փրկում ենք կենդանիներին, համ հասարակությունը ավելի լավն ենք դարձնում, որտեղ կենդանասեր հասարակությունը միանշանակ ավելի լավ հասարակություն է։ Dingo-ն ինչպես ստեղծվեց։ Ինչ կետում հասկացար, որ պետք է ստեղծես կազմակերպություն,
որ զբաղվի պաշտպանությամբ շների, այսինքն առողջական խնդիրներով զբաղվի։ Ճիշտն ասած, երբևէ պլան չեմ ունեցել կազմակերպություն ստեղծելու, պարզապես փրկում էի կենդանիներին, այդ ժամանակ իմ հաշվին, իմ բակի հաշվին, իմ մեքենայի հաշվին եւ չէի մտածում, որ դա մի օր կվերածվի կազմակերպության։ Եվ երբ որ արդեն հասկացա, որ իմ բակը եւ այլն քիչ է եւ որ կենդանի եմ գտնում, չկա մեկը ընդհանրապես, որին կարող եմ զանգել, ասել, ինչ որ մի բանով ինձ օգնեք, այդ ժամանակ կար կացարան, որը իր 200 շաններ պահում, փրկեն կենդանիներին կացարանը եւ այլևս որևէ նոր կենդանու օգնելու ի վիճակի չէր եւ փաստացի չկար բուժօգնության ընդհանրապես որևէ ծառայություն եւ այդպես ես սկսեցի ինքն իրան անել եւ դրա շուրջ կազմակերպությունը ինքնըստինքյան հասունացավ, որովհետեւ այդպիսի պլան ես չեմ ունեցել։ Իսկ կենդանիների հանդեպ սերը որտեղից է եկել։ Դե այդ ինչ ինձ հիշում եմ կա, ինչ որ հատուկ չեմ կարող այսօր մեր ժամանակվային սիրեցի, որ երեխա էի, ես ինչքան ձակ էի գտնում, բերում էի տուն, մերոնք հանում էին, այսպես անընդհատ պայքարել եմ, որ շուն ունենամ, եղել է մանկության երազանք, իսկ մենք շատերը կհասկանան, որ երեխա ժամանակ չեն թողել շուն պահեն ու իրանք միշտ երազել են կացարան բացեմ, կենդանին փրկեմ, ես այդ շարքային երեխաներից եմ եղել։ Իսկ հիմա օրինակ ինչպես է, որ նայում ես, հա, կողքից երեխաների հանդեպ ոնց են արդեն ծնողները, եթե ուզում են տալիս են, չի ավելի փոխվել է այդ մեր ժամանակ, եթե չեմ սխալվում, այդ շուն տուն բերելը արդեն ծնողները դեմ էին, դա չի կարող մեր տան, մենք նույն հարկի տակ չենք ապրի, բայց հիմա կարծես փոխվել է այդ տենդենսը։ Հիմա այդ առումով շատ է, հիմա շատ ընտանիքներ կենդանի ունեն, շատերի համար դա արդեն սովորական ընդունելի բան է, նույնիսկ եթե չունեն, եթե առաջ վատ էին վերաբերվում, հիմա չունեն, բայց լավ են արդեն վերաբերվում։ Շատ պրոգրես կա, եթե 2007-ի հետ համեմատեմ, այն ժամանակ ընդհանրապես հազվագյուտ թակուկ ընտանիքներ կենդանի ունեին, այդ չեմ խոսում, որ մեծամասնությունը ցեղական էին, այն ժամանակ ոչ ցեղական շուն պահելու, ասես նայում էին իբր ինչ ես խոսում, տես բա ոնց կարա լինի, ոնց կարաս փողոցից ճանը վերցնես պահես։ Իսկ հիմա դա նույնիսկ նորաձև է։ Ահա, տպավորություն է, որ երբ ինչ որ մեկի վրա շուն է արձակվում, ձեզ դել են ինչ որ բան ասում։ Այո, պարտադիր, ուրեն են կենդանասերները, որ ինչ եք սպասում, որ այդ բային պիտի կենդանասերներն անեն, հա։ Այդպիսի մի բան կա, կենդանի չսիրող եւ թեմային չտիրապետող մարդկանց, թվում է թե կենդանասերները ատում են մարդկանց, ուզում են, որ բոլոր շները հարցակվեն, միշտ ասում են շները լավ են անում, որ հարցակվում են, եւ ամենակարևորը, որ այդ մարդկանց թվում է, որ կենդանասերները մեղավոր են, որ փողոցում շուն կա։ Մեկը ես ասեմ, մենք 10,000-ից ավել կենդանի փողոցից վերցրել ենք, այսինքն մենք ոչ թե շուն ենք բաց թողնում փողոց, այլ հակառակը այդքանին մի բան էլ պակասացնում ենք, հա, եթե նախկինում մի շուն ունենում էր 8 ձակ ամեն տարին 2 անգամ, հիմա այդ կենդաները ստերջացվում են եւ տարին 2 անգամ չեն ունենում ձակ, բայց քանի որ մենք ունենք պետական ոչ համալիր մոտեցում, ունենք Երևանում ստերջացում, բայց ամբողջ Հայաստանով չունենք եւ դրանից բխում են դրա հետևանքները եւ այո, քանի դեռ կան փողոցում շներ, լինելու են այդ կենդանիների խնդիրներ եւ դրանում կենդանասերները բացարձակ մեղք չունեն։ Կոմենտների բաժնում նաեւ կան մարդկանց այլ տեսակ, որ այս կերպ են արտահայտվում, մարդկանցից զզվում ենք, կենդանիները լավն են։ Այս ծայրահեղությանը ոնց եք նայում։ Ես ոչ մի ծայրահեղությանը լավ չեմ նայում, ես ոսկե միջինի կողմնակիցն եմ։ Ես առաջինը չեմ ուզում, որ փողոցում շուն լինի, այսինքն կենդանի ամենաատող մարդուց ավելի շատ ես չեմ ուզում փողոցում շուն լինի, որովհետև այդ կենդանիները վնասված, մեքենայի տակ ընկած, խեղված, կացնահարված, կրակված մեզ մոտ են հասնում, հա, եթե այդ մարդիկ տարին 2 անգամ կամ 2 տարին մի անգամ ինչ որ կծման դեպքի մասին են լսում, ապա ես կլոր տարին հարյուրավոր մարդկանց կողմից խեղված կենդանիների հետ եմ առնչվում։ Դրա համար ես ամենակենդանի չսիրողից շատ առաջինը կուզեի, որ փողոցում այսօր կենդանիներ չլինեն, բայց ունենք այն ինչ ունենք եւ այո ես շատ դեմ եմ, որ մարդկանց ատում են եւ կենդանիներն են սիրում, դա էլ ձեր ասած մեկ այլ ծայրահեղությունը եւ սոցիալիզացիայի խնդիր է, շատ մարդիկ կան, որ կենդանի են սիրում, որտեղ մարդկանց հետ չեն կարողացել լավ սոցիալիզացվել եւ ավելի հեշտ սոցիալիզացվել են կենդանիների հետ, որտեղ կենդանին ավելի պարզունակ է, ավելի հեշտ է, ավելի հավատարիմ է եւ նրա հետ ավելի երբեմն հեշտ է լինում սոցիալիզացվել ու նաեւ ինձ համար խնդիրային, որ կենդանասերները շատ հաճախ այդ մեկնաբանությունների մեջ եմ ասում, որտեղ դա տպավորություն է ստեղծում, ես կուզեի, որ կենդանասեր մարդիկ ավելի լավ տպավորություն ստեղծեին, որտեղ դրա ֆոնին նաեւ կենդանիներն են սկսում ավելի լավ տպավորություն թողնել, երբ որ ասում են շունը հենց այնպես չի հարցակվի։ Շատ հաճախ ասում են, ուրեմն մի բան արել եք կամ վատ մարդ եք կամ բան, իրական պարտադիր չի, որ վատ մարդ լինես կամ շանը մի բան անես, որպեսզի նա հարցակվի։ Այո,
շները կարող են հենց այնպես, բայց հենց այնպես այդ պահին դա պատճառահետևանքային կապ ունի եւ այդ պատճառահետևանքային կապը էլի մարդն է, ուղղակի հենց այդ հարցակման ենթարկվող մարդը կարող է իսկապես այդ պահին մեղք չունենալ, այլ նրան շատ արտաքինով նման մեկը մեղք ունենալ, որ այդ ձակ ժամանակ նեղացրել է եւ նա մեծացրել է այդ կոմպլեկցիայի մարդկանց նկատմամբ, այսպես ասած, վրեժով, բայց այո, շները կարող են հարցակվել նաև անսպասելի պատահում է, բայց դե եթե մենք հաշվենք, թե մարդիկ ինչքան են մարդկանցից վնասվում ու ինչքան է վնասվում շներից, չենք կարող համեմատել, բայց երբ որ մի մարդ վատ բան է անում, հա, օրինակ երեխա սպանեց կամ մի բան, մենք չենք ասում վառել բոլոր մարդկանց, վերացնել մարդկությանը, բայց երբ որ մի շուն մի անգամ մի բան է անում, սկսում են վերացրեք, սպանեք, գյուլեք բոլոր շներին։ Մենք պետք է առանձնացնենք, հա, որ մեկով չի կարելի չափել բոլորին։ Նաև շնամարտի մասին եկեք խոսենք, շնամարտերը շատ են Հայաստանում։ Դուք փորձում եք դրա դեմ էլ պայքարել։ Ինչ արդյունք է տալիս, ինչ ընթացք ունի։ Նախ նշեմ, որ եթե մարդիկ չգիտեն, թող նաև իմանան, որ շնամարտերը քրեորեն պատժելի են, այսինքն օրենքով դրանք արգելվում են եւ եթե որևէ մեկը իմանում է, որ որևէ տեղ շնամարտը տեղի ունենալու կամ տեղի ունենում, կարող է հանգիստ նկարել եւ դիմել ոստիկանություն։ Դա քրեական օրենքով պատժելի արարք է եւ այդպես ես որտեղ որ տեսնում եմ շնամարտի հետ կապված, միանգամից հաղորդում եմ գրում ոստիկանություն, որտեղ որ ինֆորմացիա է լինում եւ ցանկացած մտահոգ մարդ կարող է դա անել։ Հետաքրքիր է, որ դինգոյի մասին շատ լեգենդներ կան նաև։ Օրինակ, շատ որ դուք օրգանները տանում եք։ Հետաքրքիր է այդ լեգենդներից մի քանիսի մասին եկեք խոսենք եւ որն է ամենից շատ զարմացրել քեզ։ Ինձ էլ ոչ բան չի զարմացնում, եթե անկեղծ այնքան բան եմ լսել այս տարիների ընթացքում, բայց շատ լավ լեգենդներ կան, հետաքրքիր, որ մենք կենդանիների վերջույթները կտրում ենք, որ ուղարկենք Ամերիկա։ Այդ ամենահիանալի լեգենդներից մեկն է։ Լեգենդ կա նաև, որ շներին ուղարկում ենք նա օրգանի, հենց ռուսերենով էին մեկնաբանել, դրա համար ռուսերենով եմ ասում, ու այնպիսի լեգենդներ, որ ես լսում ես, մի հատ ցնցվում ես, այս ինչ էր, որտեղից պիտի մարդկանց ֆանտազիան ինչ են մտածում, էլի։ Մի հիասքանչ լեգենդ էլ կար, որ մենք շներին հանձնում ենք կենդանաբանական այգի որպես մսացու։ Օհ, այո, այդա ես չէի լսել։ այնպես լեգենդներ կան, հիանալի։ Իսկ կոմենտներում հաճախ ինչ եք հանդիպում, որ նյարդայնացնում է ձեզ։ Օ, եթե անկեղծ ասեմ, ինձ ոչ ման չի նյարդայնացնում, այսինքն օտար մարդկանց կոմենտներ, որոնց ես չեմ ճանաչում, ինձ չի կարա նյարդայնացնի, ինձ նյարդայնացնում են միայն հարազատ մարդիկ։ Բայց հետաքրքիր է, որովհետև երբ որ մարդ մի կոմենտ է գրում, ասում են առանց կրակ ծուխ չի լինում, փորձում հասկանալ որտեղից, ինչի հիման վրա մարդիկ օրինակ այդ միտքը ունեցան, ինչի հիման վրա այդ կոմենտն արեցին, եւ ասեմ ձեզ, որ խորանում եմ, լինում է, որ ընկնում եմ այդ կոմենտ անողների հետևից, որտեղից ես այս ինֆոն, հետո ընդեղից որտեղից, ու հասնում եմ ամենա ասենց տանը նստած ինչ որ մեկը որոշել է, որ մենք միսը հանձնում ենք, այսինքն ոչ մի տեղից չի այդ ինֆորմացիան, էլի ոչ մի լուրջ արմատ չունի։ Եվ հիմա արդեն առանձնապես ծանր չեմ էլ տանում։ Ահա, հետաքրքիր է։ Սկզբնական շրջանում բլոգը վարելու, վստահ եմ այդ կոմենտներին շատ բախվել ես եւ մտածել ես երբևիցե, որ պետք է դադարեցնել եւ այս հասարակության համար բան չանել։ Չէ, երբեք։ Այդ նույնն է ոնց որ մի շանկծելու պատճառով բոլոր շներին չի ատի, չնայած որ ինձ վրա շուն է հարցակվել ձայնս տակ տեղից չի գալիս, նույն կերպ էլ մեկ կոմենտ անողի պատճառով բոլորից բնականաբար չեմ հիասթափվում, եթե տեսնեմ կոմենտ անողը շատ է ջղայնացնում, ուղղակի բլոկում եմ, որտեվ էներգիա ժամանակ էլ չունեմ, էլի այնքան թանկ է իմ ժամանակը ինձ համար, որ նույնիսկ պատասխանելու ժամանակ չեմ ունենում։ Միայն պատասխանում եմ այն նեգատիվ կոմենտներին, որոնց պատասխանի միջոցով կցանկանայի, որ մարդիկ իրավիճակը տեսնեին, այսինքն համ կոմենտողի շարունակություն տեսնեին, ինչ է նա գրում եւ համ իմ պատասխանը, այսինքն ոչ թե կոմենտողին եմ պատասխանում, այլ պատասխանում եմ մարդկանց լուսաբանելու համար ավելի շատ։ Ես երկրորդ կոմենտը, որ շատ հանդիպել եմ քո էջում, դա այն է եղել, որ երկու երեխաների հետ ինչպես կարող է 6 կենդանի պահվել մեկ տան մեջ։ Ահա։ Ու սկսում են խորհուրդներ տա, չէ՞, դա մասկուլ կտան, այս հայ դրան ոնց է վերաբերում, վստահ եմ կոմենտից բացի քեզ առերես էլ շատ են ասել դրա մասին։ Այո, շատ են ասում, որ երեխայի հետ չի կարելի կենդանի պահել, որ ձախ աչքը սկսում է թրթռալ։ Ճիշտն ասած, որովհետև շատ բաներ կարող ես ասել, օրինակ երեխային չի կարելի դուրս գալ, որովհետև երեխան կկպնի միկրոբներ են, հա, այսինքն հիգիենայի հարցը։ Ես նաև իմ էջով փորձում եմ ցույց տալ, որ երեխայի հետ կարելի է կենդանի պահել, ու այդ ամեն ինչը լինի շատ մաքուր։ Այդ ինֆորմացիան ինձ համար շատ կարևոր է մարդկանց փոխանցել, որովհետև շատ հաճախ մարդիկ կենդաններին փնթիության հետ են ասոցացնում։
Այսինքն եթե կենթանիս պահում պիտի պարտադիր տանը մազ լինի, բացարձակ չպիտի պարտադիր տանը մազ լինի։ Կան ձևեր, որ կենթանում ճիշտ սարել, կենթանու ճիշտ խնամք, տան մաքրության մի խոսքով հազար մի ձև կա, որ կարող ես կենթանի պահել եւ տանը ընդհանրապես մազ չլինի։ Ես պահում եմ 6 կենթանի եւ իմ տանը մազ չկա։ Այդպես լինում է։ Իսկ ես չեմ պահում կենթանի եւ մեր տանը միշտ մազ կա, որ ես եմ մազ թողում։ Այո, իմ կամ ամուսնուս մազերը ավելի շատ են, քան հենց իմ կենթանիների մազերը, բայց նաեւ արդարության համար նշեմ, որ իմ տունը առանձնատուն է, մեծ բակ ունեմ եւ նաեւ կեսրարիս տունն է հենց նույն բակում եւ կենթանիներս ընդհանուր են շրջում, հա, կարող է պահ լինի կեսրարիս տանը քնեն, պահ լինի իմ տանը քնեն եւ բացի այդ իմ կենթանիներն իրենց առանձին սենյակներ ունեն, հա, օրինակ գիշերը իրանք իրենց սենյակում են քնում, ոչ թե բազմոցին եւ բնականաբար մազը լինում այնտեղ, ոչ թե բազմոցին։ Այսինքն որ կենթանի ես պահում, ամենայն պատասխանատվությամբ պետք է պահես, հնարավոր է կենթանու պահել բացարձակ մաքուր, բացարձակ առողջ եւ բացարձակ անվտանգ, ինչպես անում ամբողջ քաղաքակիրթ աշխարհը եւ միայն մեզ մոտ են մարդիկ, չգիտես ինչի դրա վրա զարմանում։ Մի խոսքով ֆանտաստիկ պայմաններ եք ստեղծել։ Փորձում եմ։ Նախանձելի։ Ես այսօր մի քանի կոմենտ եմ առանձնացրել, Ահա, որոնք վստահ եմ կկարդանք եւ արժանի պատասխանը կտանք։ լավ։ Մինչև կոմենտներին անցնելը, դու որպես բնապահպան նաև, ինչպես ես վերաբերվում մեր կայուն, առողջ ապագային, կանաչ ապագային։ Միանշանակ դրական եւ ինձնից հասանելիք ամեն ինչ անում եմ, օրինակ հենց նույն ես իմ տան աղբը անպայման տեսակավորում եմ, հենց այնպես չեմ թափում եւ ինձնից հասանելի ամեն ինչ անում եմ, որպեսզի եւ իմ երեխաներն եմ այդպես դաստիարակում։ Կարևային համակարգերին Այո, դա էլի արևային համակարգեր ունենք տանը դրած, ամեն ինչ փորձում ենք մաքսիմալ բնապահպանական անել։ Ֆանտաստիկ է։ Մեր գործընկերը Էկովիլ ընկերությունը արդեն շատ ընտանիքների օգնել է, որպեսզի ստեղծեն իրենց արևային համակարգերը, նվազեցնելով ածխաթթու գազի արտանետումը, այդպեսով օգտակար լինելով մեր միջավայրին։ Իդեպ թվային նոր պրոդուկտ ունի Էկովիլը, կարող են տանը նստած մարդիկ գումար վաստակել ընդհանրապես խորհուրդ տալով։ Թե ինչպես կարող եք մանրամասներին ծանոթանալ այցելելով Էկովիլի պաշտոնական կայք եւ այնտեղից արդեն մանրամասն իմանալ ինչ պետք է անել։ Զգալ արևի ուժը Էկովիլի հետ միասին։ Մի օր արևը մեզ էլ կկապնի։ Բաց չկպներ։ Կպավ։ Տակը կպավ։ Հեսա կկպնի։ Ձեռք բերեք արևային համակարգ Էկովիլից եւ մասնակցեք էլեկտրական ավտոմեքենայի խաղարկությանը։ Հենց ասեմ 3-4 բարձր կխնդակ։ Էկովիլ, զգա արևի ուժը։ Քանի որ այսօր մեր տաղավարում բնապահպանական այս թեման շատ է, ուզում եմ Գրոհեի հետ ծանոթացնել քեզ, Գրոհե աշխարհահռչակ բրենդին վստահ եմ ծանոթ է սանտեխնիկային եւ նրանք էլ են մտածում միջավայրի մասին, նրանց ծորակները այնպես են պատրաստված, որ խնայողություն է լինում ջրի, այդպիսով օգնելով մեր բնությանը։ Կարող ես Գրոհեից օգտվել, վստահեցնում եմ, գող կմնաս, եթե չես սիրում գնալ, հա, ինչ որ հասնել խանութ, կարող ես shop.grohe.am կայքի միջոցով ընդամենը վայրկյանների ընթացքում պատվիրել քեզ արդեն պետքական իրը։ Շնորհակալություն։ Հայաստանում միակ ու առաջին Գրոհե առցանց խանութն արդեն գործարկվել է։ shop.grohe.am Գնիր առցանց, ստացիր արձեռը։ Հետաքրքիր է նաև դու առողջ սնվում ես, փորձում ես առողջ սննդակարգ պահել։ 21 տարի բուսակեր եմ եւ առողջ սնունդով եմ փորձում ապրել։ Ֆանտաստիկ է։ Ես քեզ առաջարկում եմ այցելես, երբ ազատ լինես։ Մեր գործընկերոջ մոտ The Garden ռեստորան, այնտեղ ֆանտաստիկ համեղ ուտեստներ կան, կասեի ծովամթերք, բայց կարծում եմ չես ուտի, բայց ընտանիքի անդամները կարող են ուտել։ Այնտեղ բոլորի քիմքին համապատասխան ուտեստներ կա եւ կարծում եմ գող կլինեք։ Անպայման կայցելեմ։ Շնորհակալ։
Ես շատ կոմենտներ չեմ գտել, որովհետև հիմնականում կենթանիների խնդրով են դիմում եւ մի քանիս ընդամենը որ նյարդայնացրեց, դրանք անեցի։ Լավից ենք սկսում։ Ասում են հուսով եմ մի օր այնքան ձեր տանջանքն ու քարոզը խելքի կբերի ես ազգին, շատ թե քիչ, մի փոքր խելքի կգան անուղեղ մարդիկ, անգրագիտությունը աղետ է։ Սա կարծում եմ համամիտ է այս կոմենտի հետ։ Տենց կոպիտ ես չի արտահայտվի, անուղեղ մարդիկ բան չէ, որովհետև ամեն ժամանակի հարց է, բայց այո, կրթությունը ամենակարևոր բանն է բոլոր ոլորտներում։ Ահա։ Իսկ ինչու ոչ ոք չի հարցնում, թե ինչու փողոցներում անտուն շների թիվը չի նվազում։ Հնարավոր է, որ ստերիլիզացիայի ծրագիրը վատ է աշխատում եւ ով է պատասխանատուն դրա համար։ Այս շատ գլոբալ հարց է, պիտի արմատից խոսեմ, որպեսզի խնդիրը հասկանանք, միայն ստերջացման ծրագրով չէ, տեսեք օրինակ Երևանում քաղաքապետարանը Պարտաջյանը իրականացնում է ստերջացման ծրագիր, բայց քանի դեռ մենք օրենք չունենք, որով տնային կենդանիների բուծումը վերահսկվում է, դուք չեք պատկերացնում, թե ինչ քանակ է տներից հայտնվում դրսում։ Այսինքն, որպեսզի ստերջացման ծրագիրը գործի եւ թիվը իսկապես գնա նվազման, դա պետք է առաջինը սկսել օրենքից, այսինքն տան կենդանիների բուծման վերահսկողությունից, մասսայական ստերջացման ծրագրից, ինչու եմ ասում մասսայական, որովհետև օրինակ քաղաքաբովյանում վերցնում են անում են ստերջացում 100 շուն, բայց 400-ը մնում է։ Այն 400-ը միևնույն այնքան է բազմանալու, որ այս 100-ը քանակի առումով բան չի տալու։ Ստերջացման ծրագիրը արդյունավետ է միայն, եթե արվում է ամբողջ տարածքով տարեկան 80%, որովհետև ինքը սկսի մնացած 20%-ը չհասցնեն բազմանալ այդքան շատ։ Եվ իհարկե օրենքով սահմանափակվում է բուծումը։ Մինչև այդ ամենը չարվի, լուրջ արդյունք, ես միշտ էլ ասել եմ, առաջի անգամ չեմ ասում, չենք ունենալու։ Հիանալի։ Ամեն ինչին չափ ու սահման կա։ Ես էլ եմ շուն սիրում ու պահում, բայց որ թափառական շներին հրեշտակ սարքեք, հիմարություն է։ Թարսի պես ես թափառական շներին երբեք հրեշտակ չեմ սարքում, երևի այն քիչ կենթանասերներից են, որոնք ասում են, որ կենթանին այո կարող է հարցակվի, երբ որ դու նաև անմեղ ես։ Ոչ, այստեղ հրեշտակի հարց չի, այստեղ պետք է մենք հասկանանք, որ այդ թափառող կենթանիները փողոցում օդից չեն։ Օդից չեն, հա, ասենց երկրքից չեն ընկել այստեղ թափառում։ Իրանք մեր քաղաքակրթության արդյունքն են, այսինքն մենք ենք իրանց բերել, վարժեցրել, հետո անպատասխանատու կերպով թողել դրսում։ Թափառող շները, եթե դուք իմանայիք Երևանի թափառող շների, առնվազն 80%-ի մեջ կտեսնեք հստակ ցեղատեսակ խասկի, հովաշուն, միանգամից երևում է, որ դա տան, շան, սերունդը առնվազն մի պորտես կողմ, այսպես ասած։ Այսինքն թափառող շները հրեշտակ են այնքանով, որ իրանք մեղք չունեն, որ իրանք փողոցում են։ Մեղավորը մարդն է եւ մարդը պետք է այդ հարցը լուծի։ Ինչ մեղք ունի շուն, որ փողոցում է, ինքը չէր ուզի լինել փողոցում, չիմանալ ինչ ուտի, ձմեռը սառի, ցրտին ով կուզեր, շունն էլ չի ուզում, բայց այդպես է ստացվել մարդու մեղքով, ոչ թե շների։ Սաղ կյանքս շուն են պահել, բայց թափառող ողմակ կազմած շները վտանգավոր են կենթանասիրությունը ֆոբիայի մի վերածեք։ Այո, ոհմակը կարող է վտանգավոր լինել, ճիշտ են ասում, բայց ինչից է առաջանում ոհմակը։ Ոհմակն առաջանում է չստերջացված շուն լինելուց տարածքում, հա, այսինքն եթե օրինակ պետական ստերջացման ծրագիրը նորմալ գործեր, եւ շները ստերջացված լինեին, ոհմակ չէր կուտակվի։ Ստերջացման ամենակարևոր առաջնային իմաստը այն է, որ ոհմակներ չգոյանան։ Իսկ ոհմակ, այո, կարող է լինել վտանգավոր, ինձ վրա նույնպես ոհմակ է հարձակվել։ Դեռ տարիներ առաջ, հա, միջև Ձինգոն հիմնելը եւ դա իսկապես վախենալու էր, ես չեմ ասում, որ դա վախենալու չի, բայց մենք հիմա պետք է դրա համար օրինակ մեղադրենք ոչ թե կենթանասերներին, այսպես լակ ուղղենք կենթանասերների վրա, որ ինչի դրսում ոհմակներ կան, կենթանասերներն ինչ անեն։ Պահանջեք պետությունից, որպեսզի պետությունը մասսայական արդյունավետ ստերջացման ծրագիր անի, որպեսզի այդ ոհմակները չլինեն։ Շներն էլ մեղավոր չեն, իրանք բնազդով, իրենց բնազդով ապրում են, թե ստերջացված չեն, իրանք ոհմակ են հավաքելու։ Պետական խնդիրները ձեզանից են ուզում ուղղակի։ Այո, այն ինչ որ պետք է պահանջել պետությունից, պահանջում են անհատ կենթանասերներից։ Ուրեմն, այստեղ տեսանյութ է հրապարակել, որտեղ արջին տանում էին արդեն վանդակից դեպի նորմալ պայմաններ։ Հիմա մեկ մարդ գրել է. «Յանիմ դուք էլ լավ պահելու եք, հա, մեկը լինի ձեզանից փրկի արջին»։ Դե մեզնից չէ, որովհետև ես չեմ պահելու արջին, ովքեր որ չգիտեն, արջինը պահում են վայրի կենդանիների փրկարար կենտրոնում,
որը բնականաբար ազատություն չէ, այսինքն եթե հավեմատենք ազատության հետ, այո, դա ազատություն չի, բայց հաստատ շատ ավելի լավ պայման է, քան այդ մի փոքր ժանգոտ եւ բետոնե վանդակը, որովհետեւ այնտեղ կենդանին ունի մոտ 1000 քառակուսի տարածք, ոտքի տակ հող է, ծառ կա, ջուր կա, որի մեջ կարող է լողանալ եւ սնվել, ինչպես վայրի կենդանը պիտի սնվեն, ոչ թե խմի կոլա, ուտի տորտ եւ նման այլ բաներ, ոտքերի տակը լինի վերքեր, այդ բետոնի վրա քայլելուց ատամները փչացած, այնտեղ կունենան մասնագետներ, ովքեր, այսինքն վայրի բնությունից մի level ներքև գոնե մաքսիմալ լավ պայմանները կարող են ապահովել կենդանու համար։ Նույն տեսանյութի մեկնաբանություններից եմ կարդում, ասում են կերած խմած արջա, դաժե գազանարոցում տենց չեն պահում արջերին, ինչի եք հավայի խոսում, թաթերը նորմալ վիճակում է, վիդեոից էլ երևում է, որ թաթերը չի ծռվել։ Դե մեկնաբանությունները սպանում են իհարկե, բայց կերած խմած արջը ես ուզում եմ հասկանալ այդ մարդը իսկ գիտի օրինակ արջը ինչ պիտի ուտի կամ խմի։ Եթե իր համար կոլա խմող եւ տորտ արջը նորմալ է, այդ դեպքում կարող եմ առաջարկել ինքը ուղղակի իր երեխային այդպես պահի, ինչպես որ ինքը ճիշտ է գտնում, ինչպեսի սննդակարգ, որ ճիշտ է գտնում, կարող է պահել իր երեխայի կամ իր սեփական կենդանիներին, բայց կենդանին պետք է ուտի հատուկ նախատեսված, ինչ որ բնությամբ իր համար նախատեսված է, հատուկ ռացիոնով, ինչպես որ ինքը կսնվեր, եթե լիներ բնության մեջ, հա, երբ որ մարդիկ ուղղակի չգիտեն դա մի բան է, երբ որ մարտնչող տգիտությունը դա արդեն լրիվ այլ բան է, համ չգիտի, համ էլ մարտնչում է իրա։ Եվ հետաքրքիր է, որ միայն սնունդով են չափում, լավ է պահվում, թե ոչ։ Մեկ կոմենտի մեջ էլ գրած էր, լավ էլ չաղլիկ արջա, էլի ինչ եք, լավ էլ պահում էին։ Դե այսինքն միայն այդ ուտելիքի մասին է էլի մտածվում։ Դե որովհետև չաղլիկը նաև իր շարժման պակասից էլ, այսինքն երբ որ ինքը անդադ ուտի մարդն էլ, պատկերացեք մարդուն անդադ կերակրես, սխալ fast food-ով, տորթով, մորթով, այնց լավ հավեսով, այսպես ասած կերակրես եւ ինքը նստակյաց, ասենք, փակես մի քանի վանդակի մեջ։ Լավ է թե վատ։ Նույնիսկ մենք, որ նստակյաց աշխատանքի ենք, հիմնականում աշխատում ենք, թող որոշեն նրանք, ովքեր հասկանում են այդ կենդանուց, հա, մենք տանը նստած չորոշենք արջի համար ինչն է լավ, ինչն է վատ։ Իհարկե։ Հիմա հարցնում են, Օսաննա ջան, ինձ հաճախ հարցնում են, արդյոք վտանգավոր է դրսի կենդանուն գրկել, սիրել, եւ արդյոք չեն վախենում որևէ հիվանդություն կամ պարազիտ ձեռք բերել։ Խնդրում եմ այս հարցին անդրադարձեք։ Տեսեք, ես խորհուրդ չէի տա դրսի կենդանուն պաչել, բայց սիրել հետո ձեռքերը լվալ միանշանակ չեն քննարկվում, որովհետև այո, դրսի կենդանին չգիտենք, ճիճվաթափված է, ճիճվաթափված չէ, ունի, չունի եւ մազի միջոցով այո, հնարավոր է ճիճվի ձուկուլ տալ, բայց դրսում մենք ինչի ասես կպնում ենք ու նույն կերպ ինչ ասես, եթե մենք չլվացած ձեռքեր տանենք մեր բերանը, ինչ ասես կարող ենք, ինչ պարազիտ ասես կարող ենք տանել, այսինքն այստեղ խնդիրն այն է, որ մարդ պետք է պարզապես դրսում ցանկացած բանի դիպչել ու ձեռքեր լվանա, տարական բան է, այստեղ շանը չառանձնացնենք այս բաներից, հա։ Իսկ պաչել հա ես խորհուրդ չէի տա, որովհետև ընդհանրապես կապ չունի ինչքան է սիրում, ես օրինակ դրսի կենդանուն չեմ պաչում, տարական բան, որովհետև չգիտեմ, ինքը ճիճվաթափված է թե ճիճ ունի թե չունի։ Դա իմ երեխաներն էլ սովորացնում եմ, սիրեք, բայց մի պաչեք։ Եվ դա նորմալ է։ Հիանալի։ Եվ վերջին կոմենտը, մի աղջիկ պարզապես գրել է. ատում եմ շներին։ Ես այդ աղջիկան խորհուրդ կտամ գնա հոգեբանի, որովհետև ատելությունը լավ բան չի եւ դա կապ չունի ում վրա է պրոյեկտվում, այ եթե ես մեկին ատում եմ, ես այդ ներքին օրինակ վախի հետ, երբ որ ես շներից վախենում էի, այդ աղջիկը եթե ատում է, ուրեմն վախենում է, տրավմաբանական կապը հաստատ կա, երբ որ ես երեխա ժամանակ ընդհանրապես շներից չէի վախում, այսինքն չգիտեի որ շներից կարելի է վախենալ, եւ երբեք ոչ մի շան չէի վնասել օգնելուց բացի, բայց ինձ վրա ոհմակ հարձակվեց։ Եվ դրանից հետո իմ մեջ շատ իսկապես մեծ վախ էր մտել, բայց ես ոչ թե շների նկատմամբ ատելությամբ լցվեցի, այլ իմ վախը հաղթահարեցի, որովհետեւ այդ վախով ես պետք է ապրեմ, հա։ Այսօր էջները հարձակվեցին գնացին, իմ վախից իրանց ոչ մի վատ բան չի լինում, ոչ էլ մշանը, ոչ էլ մշան, ինձ է միայն վատ բան լինում։ Որովհետեւ վախը թույն է, ագրեսիան թույն է, ատելը թույն է, մարդիկ պիտի դրանից ազատվեն, ինչքան շատ սիրեն, այդքան իրանց օգուտն է։ Հիանալի, Օսաննա, շնորհակալ եմ եւս մեկ անգամ, որ ժամանակ գտար, եկար այստեղ, մեզ տրամադրեցի համար։ Իսկ ես ուզում եմ հիշեցնել, որ մեր գլխավոր գործընկերն է Grohe մասնագիտացված խանութը, որը Հայաստանում ներկայացնում է United Technical Service ընկերությունը։ Grohe կայունություն եւ կոմֆորտ մեկ սրահում։ Դավիթ Անհախտ 9։ Սրահը ներկայացնում է United Technical Service ընկերությունը։